Երեկոյան Երևանում քայլելը կամ պատուհան բացելը անհնար է դարձել։ Մլակները բազմացել են ու տարածվել տարբեր թաղամասերում։ Հա, ծառների վրա կա մլակներ, որ լցվում են մարդկանց վրա։ Քաղաքապետը թող որոշի, քաղաքի տերականն է ինքը բալես։ Ինքը պետք է որոշի, ասենք ես քաղաքի կառաջապատումը ծառերի էտումը կամ սրսկերը, որ ասենք մարդիկ նստում են հանգստանալու, ասենք չկան իրաց Մայիսի խոնավությունն ու ժամանակին ծառերը չսրսկելն է նման հետևանքների բերել, ասում է բնապահպան Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նախորդ տարիներին գործընթացը սկսում էին դեռ ապրիլից, իսկ այս տարի քաղաքապետարանը խնդիրն առաջ գալուց հետո է որոշել լուծում տալ հարցին։ Մայիսը անձրևոտ Երևանի ամենաբնորոշ ուրեմն տեղումն առատ ժամանակաշրջանն է, այսինքն այստեղ պարզ խնդիրը կայանում է միայն նրանում, որ հետևողական չեն կանաչապատման հիմնարկի աշխատակիցները այն ակտիվությամբ, ինչպես իրանք ծառահատումներն են իրականացնում, այդ ակտիվությամբ իրենք ծառերը չեն պաշտպանում վնասատուներից։ Քաղաքապետարանից պարզաբանում են, իրենք սրսկում են ծառերը, բայց հաճախակի անձրևները մաքրում են դեղը եւ դրա հետևանքն էլ մլակների ու վնասատուների բազմացումն է լինում։ Մանավանդ գրեթե ամենօրյա անձրևների հետ սրսկումները արդյունավետ չեն եղել, որովհետև ամեն սրսկելուց հետո չգիտեմ, գիշերը կամ գիշերը սրսկելուց հետո ցերեկը ունեցել ենք անձրևներ, որը լվանում է ծառերի վրայից այդ սրսկած նյութը եւ հետեւաբար նրա օգտակար գործողության գործակիցը պակասում է, այսինքն այդքան էլ արդյունավետ չի։ Բեգոյանը հավելում է, մլակները կենտրոնանում են կենսունակությունը կորցրած տարիքով մեծ թեղիների շրջակայքում։ Դա են հիվանդ եւ կենսունակության ավարտին մոտ ծառերն են, որոնք որ մենք փոխարինում ենք։ Այն ժողովրդական լեզվով ասած, որդու բլոճ իս շիրա թափվող ծառերն են։ Սակայն ակտիվ են ոչ միայն մլակները ու ոչ միայն թեղիների վրա։ Քաղաքի ամբողջ ծառերը վարակված են տարատեսակ վնասատուներով։ Մինչ քաղաքապետարանից մեղքը բարդում են տարիքով մեծ ծառերի վրա, ավականու անդամն անձամբ է ուսումնասիրել եւ տեսել, որ անգամ նոր տնկված կատալպաների վրա բազմաթիվ վնասատուներ կան։ Բոլոր ծառատեսակները, որոնք Երևանում մենք ունենք, այս խնդիրը ունեն։ Ունենք թրթուրներ հացանիների վրա, այսինքն ամեն բույսի համար իրեն բնորոշ սպეციფიկ միջատ է սեզոնի, որ լինում է շրջակա միջավայրում, մենք այսօր Երևանում ունենք, որովհետև աշխատանքն է բացակայում ու կամ գրագետ ձևով չեն իրականացնում։ Կանաչապատում ՀՕԱԿ-ը նոր տեխնիկա է ձեռք բերել, միլիոններ ծախսելով, որ բոլոր համայնքներում միաժամանակ սրսկումն իրականացնի, վարակների ռիսկը քչացնելու համար։ Բայց փաստացի ոչինչ չի արվել, ասում է ավականու անդամը։ Նրա պնդմամբ, եթե 2020-ից 21 թվականներին հասել էին այն արդյունքին, որ վնասատուներ գրեթե չկային, վերջին տարիներին դրանց թիվը կտրուկ աճել է համայնքի թերի աշխատանքի պատճառով։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։